Բարև ձեզ, սիրելիներս, մենք տեսել շարունակում ենք քննարկել Շիմոն Բաղավատամը եւ այս պահին ուսումնասիրում ենք 3-րդ երգի 10-րդ գլուխը, որտեղ Մայտրեյան Վիդուրային նկարագրում է արարչագործության գործընթացը։ Ես ամեն անգամ շեշտում եմ այդ հանգամանքը, որ երևի թե դուք նկատում եք, թե ինչպիսի խորությամբ են արիացիները ընդհանրապես քննարկում նյութական աշխարհի արարումը, այսինքն թե ինչպես տեխնիկապես, սա շատ կարևոր կետ է, տեխնիկապես ինչպես է կենդանի էակը ինքը մտնում նյութական աշխարհ, ինչպես է ինքը ստանում նյութական մարմինը, ինչպես է ընդհանրապես ձևավորված նյութական տիեզերքը։ Եվ մենք ուրեմն անցյալ անգամ ձեզ հետ քննարկեցինք, որ իրականում հոգեբանական տեսանկյունից առաջի էլեմենտը, որը առաջանում է, դա կեղծ եսն է։ Այսինքն ինչ է համարվում կեղծ ես։ Երբ որ մաքուր հոգին, որը ունի հոգևոր մարմին, որը ապրում է հոգևոր աշխարհում, նույնացնում է իրեն, այսինքն պատրաստ է նույնացնել իրեն նյութական մարմնի հետ, դա կոչվում է, որ մաքուր հոգին վերցրեց իր համար կեղծ ես, այսինքն այն, ինչ ինքը իրականում չի։ Եվ ուրեմն մենք տեսնում ենք, որ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը մանրակրկիտ հոգ է տանում նրա մասին, որպեսզի կենդանի էակը նյութական աշխարհում ունենա հնարավորություն ընկալել նյութական մարմնի միջոցով, ընկալել ուրեմն արտաքին աշխարհը։ Եվ հենց սա այդ ընկալման հնարավորությունն է, որը իրականում եւ կա կյանք կոչված հրաշքը նյութական աշխարհում, չէ՞, տեսեք հստակ ասենք, չէ՞ որ դա իրականում ահռելի հրաշք է, չէ՞, երբ որ ասենք մենք, այդ կարող ենք տեսնել, կարող ենք հոտ քաշել, հա, եւ այդ միշտ խնդիրը միշտ այդտեղ է, չէ՞ գնում, թե իսկ ով է ընկալողը, հա, վերջնականում այդ որ ընկալվեց, նա ինչ որ այն ուժը, որը շարժում է մեր մարմինը, չէ՞, կամ իրան դարձնում է ընկալող, դարձնում է պատասխան տվող, այն ինչ որ կոչվում է կյանք, այն ինչ որ կոչվում է անհատականություն, չէ՞, այսինքն ինչու է դա հրաշք, որովհետև իրականում, չէ, հոգին ինքը մենք հենց նորից ասեցի, հոգին ինքը ունի իր հոգևոր մարմինը, որը հենց այս պահին էլ գտնվում է հոգևոր աշխարհում, չէ՞։ Հիմա ինքը պետք է, ինքը նյութական մարմինը պետք է լինի այնպիսինը, որ հոգին իրան կոպիտ ասած կոմֆորտ զգա։ Հասկանում եք, չէ՞։ Եվ ուրեմն մենք տեսնում ենք, որ այդ առաջի կոմպոնենտը, որը ինքը արտահայտվում է, դա կեղծ եսը։ Եվ ես կարդամ մեր այսօրվա տեքստերը եւ մենք շարունակենք քննարկումը։ Շիմոն Բաղավատամ 3-րդ երգ 10-րդ գլուխ 17-րդ տեքստից։ Արարչագործության 5-րդ փուլում առաքինության գոյավիճակը, որից միտքն է ստեղծված, լույս աշխարհ է բերում կառավարող կիսաստվածներին։ 6-րդ փուլում առաջանում է տգիտության խավարը, որը պարուրում է կենդանի էակին եւ դրա ազդեցության տակ տնօրինողը գործում է հիմարի պես։ Հա։ Ուրեմն մենք տեսնում ենք, որ այստեղ այս տեքստերը իրանք շարունակում են բաների թվարկել այն 9 էտապները, որը ուրեմն Մայտրեյան ինքը հայտարարեց ամենասկզբում, որ արարչագործությունը ինքը բաղկացած է 9 փուլերից։ Եվ հիմա մենք արդեն հասանք բանին 5-րդ փուլից, չէ՞, 5-րդ փուլն ենք հասել արդեն։ Ուրեմն այս տեքստերը իրանք շարունակում են նկարագրել այն ուրեմն բնական բանը, ընթացքը, որը ինքը տեղի է ունենում, երբ ուրեմն արարվում է նյութական աշխարհը կամ ավելի եթե արիացիների լեզվով խոսանք, որ ասենք, թե ինչպես է գործում Գերագույն Աստծո անձնավորության արտաքին էներգիան։
Մինչև այս պահը մենք տեսանք, որ քննարկվեց ուրեմն մահատատվան այդ նախասկզբնական նյութը, կեղծ եսը, զգայական օբյեկտները, չէ, այդ ընկալման զգայական օբյեկտները, նյութական էլեմենտները, տարերքները, գիտելիքը եւ գործելու ունակությունը։ Տեսեք, հետաքրքիր է, չէ, որ ասենք այ գիտելիքը եւ գործելու ունակությունը, չէ, իրանք ստեղծվեցին, կոպիտ ասած, ավելի առաջ, քան ինքը մարմինը։ Հա, հիմա, տեսեք, ուրեմն հիմա խոսքը գնաց արդեն ավելի նուրբ մակարդակների մասին, թե ինչպես է նուրբ նյութական աշխարհը կառուցված, չէ, որտեղ այստեղ տեսեք, ուրեմն գնաց կեղծ եսը կենդանիակը նույնացնում է իրեն նյութական մարմնի հետ, չէ, զգայարանները, այսինքն արդեն ձևավորվում է այդ պոտենցիան, թե նյութական աշխարհը ինքը ինչպիսի մարմիններ կարող է տրամադրել հոգուն, չէ, հիմա երրորդը դա ուրեմն բաններ, այդ զգայարանների համար նախատեսված նյութական աշխարհի օբյեկտները, որ կենդանիակը ինքը կարողանա ընկալի նյութական աշխարհը, հա, դրանից հետո քննարկվեց ուրեմն գիտելիքը եւ գործելու ունակությունը։ Հիմա ինչի հիմքի վրա է կենդանիակը, այսինքն ինչպես է կենդանիակը ինքը կուտակում գիտելիք եւ ինչի հիմքի վրա է կարողանում գործել։ Ուրեմն մենք տեսանք, որ արդեն խոսքը գնում է ուրեմն մտքի մասին։ Այսինքն, այստեղ խոսքը գնաց, որ արարվեց միտքը, դրա հետ մեկտեղ արարվեցին բանը, ասենք, կիսաստվածները, որոնք իրանք ղեկավարում են այս աշխարհը, հա, եւ ուրեմն միտքը ինքը մենք ձեզ հետ արդեն խոսել ենք դրա մասին, որ երբ որ մենք ասում ենք մտքի մասին, միտքը ինքը ունի 5 ֆունկցիաներ։ Միտքը ինքը ունի 5 ֆունկցիաներ, դրանք են ուրեմն ընկալել, զգալ, բանանել, ուրեմն ցանկանալ, պլանավորել, մտածել եւ պլանավորել։ Հա? Այսինքն էմոցիան ինքը պատկանում է մտքին, ցանկությունները ձևավորվում են մտքի մեջ, միտքը դա այն էլեմենտն է, իրանք հիերարխիան մենք մի քանի անգամ քննարկել ենք, չէ՞, դա կոպիտ մարմինն է իր զգայարաններով, դրա հետևում կանգնած է միտքը, հետո բանականությունը, հետո նոր կեղծ եսը, հա? Միտքը ինքը անմիջապես կապ ունի զգայարանների հետ, ինքը ղեկավարում է զգայարանները, որովհետև ինքն է, որ ձևավորում է ցանկություն, եւ զգայարանները համապատասխան մտքի մեջ ձևավորված ցանկությունի սկսում են գործունեություն ծավալել։ Այսինքն կոպիտ մարմինը ինքը սկսում է գործել մտքի մեջ ձևավորված ցանկության եւ այդ ցանկությունը իրականացնելու պլանների շնորհիվ, չէ՞։ Հիմա եւ հենց այդ մտքից դուրս են բան են անում, արարվում են ղեկավարող կիսաստվածները։ Սա իրականում շատ կարևոր կետ է։ Այսինքն, այստեղ միտքը ինքը առաջին հերթին քննարկվում է ոչ թե ուղղակի մի անձնավորության կառուցվածքի ֆունկցիա, հա, այլ այստեղ այդ որ ասում են բան էլի դիեզերական, եթե կարելի է այդպես պայմանական ասել, դիեզերական մտքի կառուցվածքի մասին է խոսքը, հա, ինչու, որովհետև իրանից դուրս են գալիս կիսաստվածները։ Ովքեր են կիսաստվածները։ Կիսաստվածները իրականում, տեսեք, մարդիկ իրանք միշտ մտածում են, այսինքն վերաբերվում են կիսաստվածներին, նույնպես ինչպես իրանք վերաբերվում են Աստծուն։ Ես շատ եմ այդ թեման քննարկում, չէ, որ հոգևոր կյանքի նախասկզբնական այդ բաներում, տարածքում կենդանիակները իրենք չափից ավելի շատ են ընդհանրապես կենտրոնացած
եւ կիսաստվածներին եւ Աստծուն շահագործելու բանով, ուրեմն շահագործելու միտումով, չէ՞, եւ ուրեմն մենք այստեղ պիտի կարողանանք հասկանալ, որ կիսաստվածների գլխավոր ֆունկցիան կայանում է նրանում, որ իրենք կարգավորում են այս աշխարհը եւ հետևում են, նրանք հետևում են, որպեսզի աշխարհում լինի կարգ ու կանոն։ Իսկ կենդանի էակը ինքը միշտ ուզում է կարգ ու կանոնը, իսկ կարգ ու կանոնը ինչի հիմքի վրա է, արդարության, չէ՞։ Իսկ կենդանի էակները, երբ որ դիմում են աստվածներին կամ Աստծուն, իրանք միշտ իրականում միշտ Աստծուց խնդրում են, որպեսզի Աստված բանանի խախտի կարգ ու կանոնը։ Հասկանում եք, չէ՞։ Հիմա արիացիները հետագայում կասվի Բագավատամում նույնպես, հա, որ ասենք մեր բոլոր զգայարանները ղեկավարում են կիսաստվածները։ Օրինակ, ձեռքերը ղեկավարում է ուրեմն կիսաստվածների արքա։ Ոտքերը ղեկավարում է Վիշնուն, բայց դա արարիչը չի, կիսաստված Վիշնուն, հա, հասկանում եք, չէ՞, ասենք աչքերը ղեկավարում է Ագնին, այսինքն կրակի կիսաստվածը եւ այլն, չէ՞։ Հիմա դրա մասին մենք հետագայում ավելի մանրամասը կխոսենք, չէ՞, բայց այստեղ ուրեմն մենք առաջի հերթին տեսնում ենք, որ բան է անում, չէ՞, նկարագրվեց, որ այդ տիեզերական, այսինքն բանն էլի միտքը որպես սկզբունք, այդ կարգավորող սկզբունք, որը ինքը այսպես էլի, ոնց ասեմ, որը իրականացնում է կոորդինացիան, հա, եւ որպես ասենք բան կենդանեակների մեջ բան էլի կենդանեակների մեջ կապեր ստեղծող զգայարանն է ինքը, չէ՞։ Ուրեմն մենք հիմա միցե թե խոսենք կիսաստվածների մասին, հետո կանդրադառնանք նորից մտքին։ Կիսաստվածները արիացիների ուրեմն այդ աշխարհի նկարագրության մեջ դա ոչ թե ինչ-որ ֆանտաստիկ բաներ են, ոչ թե ինչ-որ հորինված կերպարներ են, ոչ թե ինչ-որ, չգիտեմ, բաներ էլի, այսպես իրականում վերջնականում անհասկանալի էակներ են, այլ իրանք նկարագրվում են որպես նյութական աշխարհի ուրեմն բաներ, որպես նյութական աշխարհի ղեկավարներ։ Նրանք իրանք նկարագրվում են որպես շատ այսպես բանական կենդանի էակներ, որովհետև կիսաստվածների մարմիններում ծնվում են տվյալ տիեզերքում ամենաառաքինի կենդանի էակները, եւ սա ինքը շատ կարևոր կետ է, չէ՞։ Եվ իրանք այն ազնվորություններն են, ինչպես ես արդեն ասեցի, որոնց միջոցով Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը պահպանում է բանը, բարյադակ, կարգ ու կանոնը, հա, ինքը պահպանում է կարգ ու կանոնը։ Արիացիների հոգևոր գործիչները իրենք շատ հաճախ խոսում են այդ կառուցվածքի մասին, իրենք ասում են դա նման է, ինչպես որ ասենք մեր ժամանակներում պետությունը ինքը ունի բան վարչապետ, հա, եւ նախարարներ։ Վարչապետը դա ուրեմն բանն է, ինքը արարիչն է, հա, իսկ կիսաստվածները իրենք ուրեմն նախարարներն են, որոնք իրենք ղեկավարում են կյանքի տարբեր ուղղությունները։ Հիմա ուրեմն բան է, ես արդեն ասեցի, որ իրանք հետագայում կնկարագրեն հենց այդպես, որ կիսաստվածները իրենք ամեն մեկը ղեկավարում է ինչ-որ մի զգայարան, հա, այսինքն մեր լսողությունը ունի իր ղեկավար կիսաստվածը, խոսելու ունակությունը ունի, դա Սարասվատի կիսաստվածուհին է, հա, ամեն մի process ինքը ղեկավարվում է ուրեմն կիսաստվածների կողմից, այսինքն իրենք շատ կարևոր ֆունկցիա են կատարում, հա,
Այսինքն սա առաջի հերթին խոսում է նրա մասին, որ այդ որ օրինակ ասենք, հա, այդ որ ես կարողանում եմ ձեռքս շարժեմ, հա, կամ այդ որ ես հիմա կարողանում եմ խոսեմ, ինքը արիացիները դա նկարագրում են, որ դա ոչ թե ուղղակի մեխանիկական process է, հա, այլ որ այդ process-ը ինքը ղեկավարվում է ուրեմն Գերագույն Աստծո ազնվորության կողմից կիսաստվածների միջոցով։ Հա, տեսեք, ասենք, չէ, հիմա ամեն վարքյան, չէ, պատկերացնում եք դուք, ամեն վարքյան միլիարդավոր կենդանի էակներ, որոնք ապրում են ամբողջ տիեզերքում, որտեղ մտածել, որ կյանքը կա միայն մեր մոլորակի վրա, եւ որ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը կներեք այնքան հիմար էր, որ այդքան ռեսուրս է ծախսել ստեղծելով այս անսահման տիեզերքները, որպեսզի դրա մեջ մի հատ փսոր մոլորակի վրա ինչ-որ կյանք ստեղծի, հա, դա իհարկե, այսպես էլի ասենք, մի կողմից կարող ենք ասել, որ այդպիսի բաներ, այդպիսի գաղափարներ կարող են առաջ քաշել այն անձնավորությունները, որոնք իրենք, դեռ հնարավորություն չունեն հետազոտել աշխարհը այնպես, որպեսզի հասկանան, որ ամեն տեղ կյանք կա, իսկ մյուս կողմից այդպիսի գաղափարներ կարող են մարդը կարող է առաջ քաշել միայն գոռոզության հիմքի վրա։ Հասկանում եք, չէ՞։ Եվ ուրեմն այդ բոլոր միլիարդավոր կենդանի էակների մեջ, հա, գիտակցությամբ նստած են բոլոր կիսաստվածները եւ իրենք հիմա իրենք հայերեն ասում են սլաժնը, հա, բաների այսպես ասեմ ներդաշնակ, հա, ներդաշնակ իրար հետ գործում են, որպեսզի մարմինը ինքը կարողանա լինի առողջ։ Հասկանում եք։ Հիմա կիսաստվածները իրենք առաջանում են իրականում, այսինքն իրենք ներկայացուցիչներն են առաքինության գոյավիճակին։ Եվ սա ինքը շատ կարևոր կետ է, որովհետև երբ որ մարդը ինքը սկսում է հորինել կիսաստվածներին, ինքը կիսաստվածներին հորինում է այն կերպ, ինչ կերպ, որ հենց ինքն է։ Հասկանում եք, այսինքն այդպես կրքեր ունեցող, այդ կրքերի մեջ վառվող, ինչ-որ անարդար որոշումներ ընդունող, հա, այսինքն իր համար մեկ է, թե իրան ով երկրպագեց, ինչ ուզեց, որ բաներ այսպես կաբայական գործող, հասկանում եք։ Արիացիները իրենք բաներին, կիսաստվածներին ներկայացնում են որպես խիստ ենթակա Գերագույն Աստծո ազնվորության կամքին, որովհետև իրանք առաջի հերթին ներկայացնում են Աստծուն, հասկանում եք, իրանք գիտեն Աստծուն եւ դրա համար միշտ կիսաստվածները նկարագրվում են որպես Աստծուն ենթակա ազնվորություններ, չէ՞։ Եվ եթե կիսաստվածները իրենք առաքինության գոյավիճակի մեջ են, իսկ կիսաստվածները չեն կարող լինել կրքերի եւ տգիտության գոյավիճակի ազդեցության տակ, ինչու՞, որովհետեւ կրքերի եւ տգիտության ազդեցության տակ կենդանեակը ինքը չի սիրում ենթարկվել Աստծո կամքին, իսկ առարչագործությունը պիտի տեղի ունենա, ընդհանրապես նյութական աշխարհը պիտի ֆունկցիոնալ լինի համաձայն Գերագույն Աստծո ազնվորության կամքին, եւ այդ Գերագույն Աստծո ազնվորության կամքին կարող են ենթարկվել միայն առաքինի ազնվորությունները, որովհետև նյութական աշխարհը ինքը պետք է լինի շատ կարգավորված, ինքը պետք է լինի արդար, իսկ արդարությունը ինքը նյութական աշխարհի արդարությունը ինքը այսպիսին է, կենդանեակները ունեն ազատություն իրականացնել անարդար գործեր եւ չունեն ազատություն մնալ անպատասխան։ Հասկանում եք, այս կարգավիճակը ինքը պիտի պահպանվի։ Եվ ուրեմն տեսանկյունից կիսաստվածները իրանք անպայման պիտի լինեին առաքինի կենդանի էակներ, որովհետև հենց առաքինությունն է, որ ինքը տալիս է այդ ունակությունը, պահպանել կարգը, հա, պահպանել պարզությունը, պահպանել ներդաշնակությունը եւ բաների եւ տեսեք, ասենք, եթե մենք ասում ենք, որ կիսաստվածները իրանք մեր մարմնում ղեկավարում են մեր մարմինը, իսկ արիացիները այդպես են պնդում, մենք հասկանում ենք, թե իրանք ինչքան են կարողանում կոորդինացիա անել, չէ՞, որ մենք այսպես արագ
հիմա տեսեք հանգիստ ինձ համար ոնց ուզում շարժում եմ, ինչ ուզում անում եմ եւ այ ամեն մեկը իր հերթին շատ լավ գիտի, թե ձեռքը ինչ պիտի անի, ոտքը ինչ պիտի անի, չգիտեմ, աչքը ինչ պիտի անի եւ այլն, չէ՞։ Այնտեղ որտեղ որ չկա առաքինություն, այդտեղ ուրեմն այդ ֆունկցիաները իրենք կարող են բաների քայքայվել, հա, եւ սկսում են ծառայել ոչ այնպես, ինչպես որ պետք է, հա։ Այսինքն ինչ այդ ժամանակ տեղի ունենում։ Զգայարանները իրանք դառնում են անկանոն, հա, միտքը դառնում է կմահաճ, գործունեությունը դառնում է ավիրող, հա, բայց հենց որ Եվ դրա համար, ասենք, այդպիսի ազնվորություններ իրանք չեն կարող լինել կիսաստվածներ, բայց հենց որ հայտնվում է առաքինությունը, չէ, ինքը միանգամից հաստատվում է այդ հնարավորությունը ճիշտ ղեկավարել։ Եվ այդ ժամանակ նյութական աշխարհը ինքը ոչ թե վերածվում է ուղղակի, այսպես էլի, նյութական էլեմենտների, կամ չգիտեմ, ոչ թե ենթարկվում է կմահաճ ցանկությունների, այլ դա դառնում է կարգավորված սիստեմա, որտեղ ամեն ինչը ունի իր տեղը, հա։ Հիմա բայց ուրեմն մենք տեսանք, որ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը նախատեսեց միտքը եւ այդ մտքին տվեց կենդանի համար ցանկություններ ձևավորելու հնարավորությունը, հա, այսինքն ինչպիսի կա, իրականում մենք բիոռոբոտներ ենք, չէ, եթե տեսել ժամանակակից լեզվով ասենք, այսինքն ինչը մտածել այն այթիշնիկը, որին մենք ասում ենք Աստված, հա, երբ որ կառուցում էր նյութական մարմինը, չէ, մենք հիմա կտեսնենք, որ իրականում այթիշնիկները իրանք հենց այդ կոնստրուկցիայով էլ գնում են, չէ, ասենք մարդու կոպիա են, չէ, ուզում ստեղծել։ Հիմա տեսեք, ասենք, չէ, այսինքն կա արտաքին աշխարհը, հա, կենդանիակը ունի կոպիտ մարմին, այդ կոպիտ մարմինը ունի ընկալող զգայարաններ եւ գործող, հա։ Հիմա այդ զգայարանը ինքը ինչ որ մի հատ օբյեկտ ընկալեց։ Այդ ինֆորմացիան ինչ պիտի լինի։ Հենց ինքը ձեռքը պիտի կարողանա ինչ որ որոշումներ կայացնել, թե պիտի լինի մի կենտրոն։ Որոշումը Գերագույն Աստծո անձնավորության այն է, որ ինքը պիտի մի կենտրոն ունենա, որտեղ զգայարաններից եկած ինֆորմացիան եկավ այստեղ։ Եկավ այդ մի կենտրոնը ինքը կոչվում է միտք, որը անմիջապես ընդունում է զգայարաններից եկած ինֆորմացիան։ Հասկանում եք, չէ՞։ Ուրեմն զգայարաններից եկած ինֆորմացիան միտքը ընդունում է։ Հիմա ամենաառաջի ռեակցիան, որը տալիս է միտքը, դա ցանկություն, դա, չէ, առաջի ռեակցիան դա դուրս եկավ, դուրս չեկավ։ Հա, երկրորդը ուզում եմ, չեմ ուզում։ Եթե դուրս եկավ, ուզում եմ, եթե դուրս չեկավ, չեմ ուզում։ Եթե արդեն ուզում եմ, միանգամից բանականությունը միանգամից գնահատում է, թե այն ինչ որ դուրս եկավ, ինչի համար է նախատեսված։ Հա, չգիտեմ։ Օրինակ, եթե ես սա տեսա, եւ սա իմ դուրս եկավ, հա, բանականությունը ինքը այսպես մալնիենոսն է, հա, շատ արագ գնահատում է, որ սա ինչի համար է, եւ միտքը ինքը սկսում է համապատասխան իր ցանկության այս առարկան օգտագործել։ Հասկանում եք, չէ՞։ Այսինքն միտքը ինքը ընկալեց, վերաբերմունք դրսևորեց, հա, եւ ցանկություն ձևավորեց։ Եվ դրանից հետո, երբ որ ինքը ցանկություն է ձևավորում, հիմա ինքը իրականում այդ ուզում եմ, չեմ ուզում, ուղարկում է բանականությանը։ Եթե առաջ ընկնենք, էլի, ինքը ուղարկում է բանականությանը։ Բանականությունը գնահատում է։ Ճիշտ է, սխալ է, այդ ինչ որ դու ուզում ես կամ չես ուզում, կամ պետք է, պետք չի։ Հա։ Բանականությունը գնահատեց, ուղարկում է կեղծ եսին։ Կեղծ եսը ասում է, ես սա ուզում եմ։ Հա, ու գնաց հետ։ Իմպուլսը գնաց հետ։ Հասավ մտքին,
Միտքը, այսինքն հաստատեցին, բանականությունը եւ կեղծիեսը հաստատեցին, որ ազնվորությունը սա ուզում է։ Միտքը անմիջապես սկսում է պլանավորել, ինչպես այդ ցանկությունը իրականացնել։ Այսպես են ներկայացնում այդ ուրեմն կառուցվածքը արիացիները, հա։ Հիմա տեսեք, եւ ուրեմն անմիջապես այս ամենը խոսելուց հետո շուկադեպը բանն Մայտրեյան ինքը անցավ հաջորդ 6-րդ փուլին, չէ՞։ Եվ ինքը ասեց 6-րդ փուլում ձևավորվում է տգիտությունը։ Չէ՞։ Ձևավորվում է տգիտությունը։ Հիմա տեսեք, այդ բանում 17-րդ տեքստում, չէ՞, ինքը ինչ ասեց։ Հա, տգիտությունը հենց այդ տեքստում էր, կներեք ինձ թվաց բանում է։ Հա, 18-րդ տեքստում է։ Ու անմիջապես դրանից հետո ինքը սկսեց խոսալ, որ դրանից հետո ձևավորվում է տգիտությունը։ Հիմա ինչի մասին է խոսքը, երբ որ խոսացվում է տգիտության մասին։ Այսինքն դա այդ տգիտությունը դա արդեն այդ է։ Հիմա կենթանիակը ինքը արդեն ունի կոպիտ մարմին, ունի միտք եւ ունի կեղծիես։ Հա։ Հիմա տեսեք, եւ ասում է այդ դրանից հետո 6-րդ որպես 6-րդ փուլ առաջագործության հայտնվում է տգիտության մթությունը։ Սա իրականում շատ բաներ, այսպես հետաքրքիր բավարար էր, որը արեց Մայտրեյան, հա, այսինքն ինքը անմիջապես նկարագրելով մտքի եւ կիսաստվածների հայտնությունը, հա, ինքը ինչի մասին խոսեց, չէ, որ միտքը, իր նյութական միտքը, հա, եւ զգայարանները ղեկավարող կամ նյութական աշխարհը ղեկավարող կիսաստվածները իրենք չեն բերում կենթանիակին բան էլի ազատագրման այս նյութական աշխարհից, այլ ուղակի հակառակը, հա, ուղակի հակառակը, իրանք դրանից հետո կենթանիակը ինքը խորասուզվում է նյութական աշխարհի տգիտության մեջ, հասկանում եք, այսինքն ամեն մի կենթանի էակ պարուրվում է տգիտությամբ, հա, հիմա որն է այդ տգիտությունը, մենք բազմիցս խոսել ենք դրա մասին, չէ, որ օրինակ, ասենք բանը, որ արտաքին էներգիան, այսինքն նյութական էներգիան ինքը նախատեսված է դրա համար, որպեսզի ծածկի կենթանիակի ընկալումից ծածկի այս նյութական աշխարհի ղեկավարին։ Ինչու համար, որովհետև կենթանիակը ինքը հոգևոր աշխարհում ուզեցել է անկախություն, ինքը ուրիշ ոչինչ չի ուզեցել, ինքը ուզեցել է անկախություն, հասկանում եք, չէ, եւ այդ անկախությունը իրականացնելու համար, չէ, կենթանիակը ինքը պիտի ուրեմն պիտի չընկալի, պիտի կորցնի Գերագույն Աստծո անձնավորության ընկալումը, չէ, եւ հիմա տեսեք, եւ դրանից հետո Մայտրեյան ինքը շատ մի կարևոր կապ տվեց, չէ, ինքը ասեց, երբ որ այդ տգիտության մթությունը բան է անում, հա, ծածկում է նյութական աշխարհը, այդ տգիտության ազդեցության տակ նյութական մարմնի տերը ինքը սկսում է գործել հիմարի պես։ Ով ինչի մասին, ինչ մասին, ասկը ով է տերը, սա ինչի մասին էր, հա, ուրեմն մենք հասկանում ենք, որ ամենախորը իմաստով դա կենթանի էակն է, այսինքն հենց այն, ինչ որ մենք կոչում ենք հոգի, այն գիտակցական սկզբունքը, հասկանում եք, որը իր բնությամբ ինքը իրականում նյութական մարմնի հետ ոչ մի կապ չունի, հա, բայց վերցրել է նյութական մարմին եւ իրեն զգում է այդ նյութական մարմնի տերը, հասկանում եք, սիրելիներս, չէ, եւ հիմա տեսեք, ասենք, ինքը հոգին ըստ արիացիների
ինքը նյութական գոյավիճակների բան չի, հետևանք չի։ Մենք ձեզ հետ շատ ենք խոսում դրա մասին, որ նյութական գունաները իրանք բանել այսպես դա տրամադրության մասին է խոսքը, չէ՞, թե ասենք ինչ նախասկզբնական պատրաստակամություն ունի կենդանի էակը ուրիշ կենդանի էակների հետ շփվելու ընթացքում, շփվելու համար։ Չէ՞։ Հիմա, բայց ինքը հոգին նախասկզբնական, իր հիմքը դա մաքուր սերն է։ Եվ այդ երեք տրամադրությունները, որի մասին ես մշտական խոսում եմ, չէ՞, թշնամանքը, մրցակցությունը եւ էգոիզմի մեջ համագործակցությունը, չէ՞, իրականում հոգու հետ այդ երեք տրամադրությունները իրանք կապ չունեն, դա արդեն կեղծ եսի բաներն են, կեղծ եսի համար է նախատեսված։ Այսինքն հենց որ կենդանիակը ինքը մտնում է այդ տրամադրության մեջ, գիտեք ոնց էլի իրականում ինքը ամենասկզբում, եթե մենք շատ նուրբ ուզենանք կալել էլի, ինքը ամենասկզբում այդպես չէ որ թշնամաբար է վերաբերվում։ Ինքը ուղղակի մտածում է, ես լինեի իր տեղը։ Այդ արդեն հետո, երբ որ ինքը հաստատվում է այդ բանի մեջ, որ ես ուզում եմ լինեմ իր տեղը, այդ ցանկությունը ինքը առաջացնում է այդ երեք հետևանքները։ Ինչի հաշվին ես կարող եմ հայտնվեմ իր տեղը, կամ իրան ոչնչացնելով, կամ իր հետ մրցակցելով, հա, կամ էլ որ ինչ-որ համագործակցության գանք, որ ինքը մի մոմենտ մի քիչ եկում գնա, ես իր տեղը զբաղացնեմ։ Հասկանում եք, չէ՞։ Այսինքն դա հետևանքն է։ Եվ ուրեմն այդ բանը մենք տեսանք, որ գոյավիճակներն են առաջանում, հետո նոր միտքը, չէ՞։ Եվ հայտնվելով ուրեմն այդ բանի տակ, այդ տգիտության ազդեցության տակ, կեղծ եսը ինքը ուրեմն սկսում է մտածել, համոզված է լինում, ոչ թե սկսում է մտածել, այլ ինքը համոզմունք է ձևավորում, որ ուրեմն ինքը պատկանում է նյութական աշխարհին։ Եվ այդ ժամանակ ուրեմն նյութական մարմնի տերը, ինչպես մենք ասեցինք, սկսում է գործել որպես հիմար։ Ինչ է նշանակում որպես հիմար։ Այսինքն ինքը կորցնում է, ինքնագիտակցումը։ Հասկանում եք։ Որովհետև իրականում, չէ, կենդանիակը ինքը պետք է որ, ասենք, լիներ սերտ կապի մեջ, պետք է պահպաներ սերտ կապը գերագույն Աստծո ազնվորության հետ։ Այդ կապի մեջ ինքը պետք է հասկանար գերագույն Աստծո ազնվորության մտադրությունները։ Չէ, որը իրականում գերագույն Աստծո ազնվորությունը իր մտադրությունները ոչ էլ թաքցնում է, էլի, որ ինչ-որ հատուկ ճիքեր գործադրես, որպեսզի հասկանաս։ Ինքը շատ պարզ, հասարակ, ասենք մարդկության համար էլ ինքը շատ պարզ, հասարակ, Բաղդասարյան գիտայում պարզ ասել է, որովհետև ես նորից եմ կրկնում, միշտ կրկնելու եմ, մեր օրինակի վրա գոյություն չունի այդպիսի սուրբ գրվածք, որտեղ այդ բառակապակցությունը գերագույն Աստծո ազնվորությունը ասած, հա, հասկանում եք, եւ բայց այդ սուրբ գրվածքը փաստացի կա, մարդիկ ինչ են անում այդ գրվածքի հետ, չէ, սա չկա, բա ինչը կա։ Կա սուրբ գրվածք, որը Աստծո մասին գաղափար չունի, Աստծո գաղափարը ունի, բայց իր մասին գաղափար չունի։ Կա սուրբ գրվածք, որը բռնություն է քարոզում, կա սուրբ գրվածք, որը ինքը սեր է քարոզում, սիրո օբյեկտ չի տալիս։ Կա այսպես, կա այնպես, այդ բոլորը ով է, ինչ են անում։ Այն խաղ կա մի հատ է, որ բաժակի 3 բաժակ են դնում, մեկի տակը ինչ-որ բաների կարևոր բան կա, ու սկսում են այսպես պտտացնել, ասա որտեղ է։ Հա, ընդհանրապես մարդկությունը խճճելու գործողություններ են կատարվում, չէ՞։ Հասկանում եք, բայց իրականում ասենք, գերագույն Աստծո ազնվորությունը ինքը իր կարծիքը, իր մտածելակերպը երբեք ոչ նյութական աշխարհում է թաքցրել, ոչ էլ հոգևոր աշխարհում է թաքցնում։ Եվ եթե օրինակ ասենք մարդը ինքը բանական է, ազատ է, կրոնական այդ աղանդավորության գիտակցությունից, չէ՞, ինքը ազատ բանականությամբ մոտենում է Բաղդասարյան գիտային, ոչ թե որպես կրոնական
ոչ թե որպես բան էլի, հիմա էլ հնդիկի դերի ես միշտ ասել եմ, ամենավերջինը ես նպատակ ունեմ հնդիկ դառնալու։ Հասկանում եք։ Արիացի այո, հնդիկ իհարկե ոչ։ Ոչ թե որ հնդիկները վատն են։ Ամեն ազգում կան եւ վատերը, կան եւ լավերը, այստեղ ասեք այդպիսի խնդիր չկա, էլի։ Մենք ազգի չենք կարող ինչ-որ պիտակ գտցնել։ Հա, իհարկե, այո, կա տոկոսայնություն, որը եւ մենք բնորոշում ենք որպես ազգային հատկանիշ, չէ՞։ Մենք ունենք մեր թերությունները, հնդիկներն ունեն իրենց թերությունները, չգիտեմ, ռուսներն ունեն իրենցը, ֆրանսիացիներն իրենցը, բոլորն էլ ունեն իրենց առավելությունները, իրենց թերությունները եւ ճակատագրով ես ծնվել եմ կիսահույն, կիսահայ, всё։ Որպես հայրենիք իմ համար Հայաստանն է։ Ես այստեղ եմ ծնվել, այստեղ եմ ապրել, հույսով եմ, որ այստեղ էլ կմահանամ։ Հասկանում եք, չէ՞։ Այսինքն ամեն մարդ այդ ազգային ատելությունը ինքը լավ բան չի, բայց ոչ որ ինչ-որ կապվածություն կա, որ այս ազգ ծնվեի կամ այն ազգ ծնվեի, որտեղ ծնվել եմ, այդտեղ էլ ծնվել եմ։ Վերջ։ Հասկանում եք, չէ՞։ Հիմա բայց Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը իր կարծիքը հայտնել է, բայց երբ որ մարդկանց խճճում են այդ խաղի մեջ, չէ՞, եւ մարդը միշտ կանգնում է, ասում է այստեղ է։ Մենք էլ բացում են, տեսնում են, հոպ, դատարկ է, ոչ մի բան չկա։ Հասկացաք։ Իսկ մեկ ասենք շատ ժուլիկները իրանք ոչ միտեղ էլ ոչ մի բան չկա, ինչը ուզում ես ցույց տուր, միևնույն է դատարկ է։ Հա, բայց որ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը չի թաքցնում իր մտածելակերպը, ասենք, ինքը չի թաքցնում իրան, ինքը չի թաքցնում հոգու մասին ճշմարտությունը, ինքը ոչ մի բան չի թաքցնում։ Այստեղ խնդիրը վերականգնում է նրանում, թե կենդանիակը ինքը ունի այդ հակումը ընդունել Գերագույն Աստծո անձնավորության կարծիքը, թե ոչ։ Երբ որ ինքը չունի այդ հակումը, ինքը ասում է, էսի ստից է, էսի հնդիկից է, էսի հայից է, էսի չգիտեմ, նա ասում է, սա չինացուց է, ես չեմ ընդունի, չինացին ասում է, սա հնդիկից է, ես չեմ ընդունի, ֆրանսիացին ասում է, ես ինչի պիտի ընդունեմ ռուսինը, ռուսն ասում է, իսկ ես ինչի պիտի ընդունեմ սրանը, ինչ-որ խճճող խառնաշփոթ է ստեղծում, որտեղ ճշմարտությունը ինքը կորում է։ Բայց եթե մարդը ինքը այսպես օբյեկտիվորեն վերցնում է բոլոր սուրբ գրվածքները, որոնք իրանք կան, առանց ոչ մի բանի, այդ բոլոր սուրբ գրվածքները գոնե մի անգամ կարդում է։ Ուղղակի կարդում է եւ տեսնում է, ասենք, ինչի մասին է սա, ինչի մասին է սա, ինչի մասին է սա, ինչի մասին է սա։ Վերջ։ Շատ հասարակ պարզ քայլ պիտի արվի։ Հասկանում եք, բայց եթե մարդու մեջ նախասկզբնականորեն սրսկել են աղանդավոր գիտակցություն եւ սահմանափակել են իր աղանդով, այսինքն տգիտության գոյավիճակի մեջ են խորասուզել, մարդուն ասում են, եթե դու կարդաս Բhagavad Gita-ն, դու սատանայից ես, թեկուզ այնտեղ խոսացվում է Աստծո մասին։ Մարդուն ասում են, որ սուրբ գրվածքի էջերով կարելի է հետույք մաքրել, օգտագործելով դա որպես զուգարանի թուղթ։ Դուք հասկանում եք, ինչեր կարելի է անել աղանդավոր գիտակցության հիմքի վրա։ Չէ՞։ Բայց եթե ամեն ինչ հանգիստ է եւ կենդանիակն ինքը ազատ է աղանդավորության գաղափարից, ապա Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը երբեք իր կարծիքը չի թաքցնում։ Այս ես ինչի եմ սրա մասին խոսում, որտեղ որ ասում եմ կենդանիակը պիտի հասկանա Գերագույն Աստծո անձնավորության ցանկությունները, չէ՞։ Ինձ ամբողջապես կարելի է այդ հարցը տալ, իսկ ինչպես ինքը կարող է հասկանալ, երբ որ Աստված ինքը ահռելի մեծություն է, կենդանիակը մի հատ այսքան փուճուր փսոր։ Այդ ամեն ինչ ինչ որ այդ փսորի կիպ պետք է, որպեսզի ինքը երջանկության մեջ հաստատվի, Գերագույն Աստծո անձնավորությունը այդ ամեն ինչը բացատրում է։ Հասկանում եք, չէ՞։ Հիմա տեսեք, եւ եթե կենդանիակը ինքը ճիշտ է հասկանում Գերագույն Աստծո անձնավորությունը, հա, ինքը կարողանում է այն մտնել այդ Գերագույն Աստծո անձնավորության ցանկության ներդաշնակության մեջ, այդ ցանկության հետ։ Իսկ ո՞րն է։ Ես ամեն անգամ դա ասում եմ, չէ՞, իսկ ո՞րն է Գերագույն Աստծո անձնավորության ցանկությունը։ Ինքը մի ցանկություն ունի, որպեսզի եւ ինքը եւ կենդանիակները իրար հետ հարաբերությունների մեջ լինեն երանելի։
Всё, ուրիշ ոչ մի ցանկություն գերագույն Աստծո անձնավորությունը չունի։ Հասկանում եք։ Բայց երբ որ կենթանիակը ինքը բարձրացնում է միայն իր վայելքի խնդիրը, հարցը, չէ՞, ուրեմն այդտեղ կենթանիակը ինքը մտնում է բանի, դժտամանքի մեջ գերագույն Աստծո անձնավորության հանդեպ։ Հասկանում եք, եւ սկսում է ծառայել այն ամեն ինչին, ուրեմն ինչը որ ինքը իրականում պիտի ղեկավարեր։ Եվ փոխարեն ինքը օգտագործի իր միտքը, ինքը դառնում է մտքի գերին այս պարագայում։ Այսինքն հենց որ կենթանիակը ինքը տգիտության մեջ է, միտքը սկսում է ղեկավարել կենթանիակին։ Իմенно հոգուն։ Նյութական միտքը սկսում է ղեկավարել հոգու գիտակցությունը։ Հասկանում եք։ Եվ փոխարեն կենթանիակը ինքը ուղի իր ազգայարանները, ասենք գիտակցաբար ուղի իր ազգայարանները այնտեղ որտեղ որ ճիշտ է, ինքը ուղում է իր ազգայարանները այնտեղ որտեղ բան է, ըստ իրան ինքը ինչ որ մի բան կվայելի, այսինքն զգայարանները իրանք ունեն բավարարելու, բավարարված լինելու ցանկություն, չէ՞, որն են այդ զգայարանները, ականջը ուզում է լսել ուզում է լսել իր համար հաճելի բաներ, հա, լեզուն ուզում է համտեսել համով ուտելիք, ստամոքսը ուզում է այդ ուտելիքը լինի շատ, հա, սեռական օրգանները ուզում են բան, ասենք, սեռական հարաբերություններ, չէ՞, եւ այլն, եւ կենթանիակը ինքը դառնում է մարմնի այդ պահանջների գերին։ Հասկանում եք։ Եվ վերջնականում, այդ որ ասում է տգիտության ազդեցության տակ, կենթանիակը փոխարեն ինքը տեսնի, որ գերագույն Աստծո, որ նյութական էներգիան դա գերագույն Աստծո էներգիան է եւ իր կողմից է ղեկավարվում, հա, ինքը ուղղակի նյութական աշխարհը տեսնում է մի դաշտ, որը նախատեսված է իր վայելքների համար եւ որ վայելքների համար պայքար է գնում։ Եվ կենթանիակը ինքը պիտի կարողանա պայքարի, որպեսզի ինքն էլ իր բաժին բանը վերցնի, վայելքը վերցնի, չէ՞։ Եվ եթե մենք լուրջ ենք նայում, մենք տեսնում ենք, որ հենց այդ կետից է, չէ՞, որ բոլոր տեսակի դրամաները, տրագեդիաները, որոնք իրանք առաջանում են այդ պայմանավորված հոգու կյանքի մեջ, չէ՞, իրանք գալիս են հենց այդ տգիտությունից։ Հասկանում եք։ Եվ ինչու, որովհետև հոգին ինքը դուք պատկերացնում եք, ասենք հավերժ էլեմենտը, որը ինքը իրականում նյութական էներգիայից ավելի բարձր է, ինքը իրան կամավոր դնում է նյութական էներգիայից ստրկության մեջ, որը իրան առաջարկում է միայն ժամանակավոր մարմին, դաժան իրականություն, պայքար, չգիտեմ, բռնություն եւ այլն։ Չէ՞։ Եվ այդ դրա համար է, որ Մայտրեյան ասում է, որ այդ ամեն ինչի ազդեցության տակ կենթանիակը, այսինքն Տերը, հոգին, որը ինքը եկել է եւ վերցրել է այդ նյութական մարմինը, սկսում է իրան պահել հիմարի պես։ Չէ՞։ Հիմա 18-րդ տեքստը ինքը ինչ ասեց։ Ասեց վերոհիշյալ բոլոր փուլերը այն արարման բնական փուլերն են, որի տիրոջ արտաքին էներգիան է կատարում։ Հիմա ես կասեմ, թե ինչ է արարում Բրահման, որ կրքի գունայի մարմնացումն է եւ օժտված է արարման պետքերի համար Աստծո ազնվորության բանականությանը նմանող բանականությամբ։ Այսպես է դառնաված, հա։ Ուրեմն 18-րդ տեքստը ինքը բան է անում, էլի, եզրափակում է, ինքը եզրափակեց ինչ-որ մի էտապներ, որտեղ արդեն ինչ-որ այսպես ձևավորվեց ինչ-որ մի հատ շատ կարևոր բան, չէ՞։ Ինքը բաներ, իտոգվի, եզրափակվող տեքստ էր, հա, որը ինքը ասենք գերագույն Աստծո ազնվորության այդ արտաքին էներգիան, ինչ-որ փուլեր
զարգացման, որը մենք արդեն խոսեցինք, հա, նկարագրեց։ Այսինքն, այն բոլոր սկզբունքները, որը մենք մինչև այս պահը ձեզ հետ քննարկեցինք, դա առաջնային արարչագործությունն էր, հա, որը վերաբերվում էր բնությանը, որը վերաբերվում էր նրան, թե ինչպիսի կառուցվածքային ինչպիսի սկզբունքներով է ձևավորված նյութական աշխարհը, հա, բայց սա դեռ Տեր Բրահմայի արարչագործությունը չի, հա, սրանք դեռ կենդանի էակներ չեն արարվել, արարվել են այն բոլոր կոմպոնենտները, որի միջոցով ձևավորվելու է կենդանի էակի մարմինը, հա, հիմա տեսեք, այդ դա, հասկացա, չէ, այսինքն մինչև այս պահը, այդ նյութական բնության մեջ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը դնում է սկզբունքները, պիտի լինեն զգայարաններ, հա, պիտի լինեն արտաքին օբյեկտները պիտի ձևավորված լինեն, հա, այդ դրա համար պետք են էլեմենտները, այդ էլեմենտներն են տարերքները, չէ, ջուր, կրակ, օդ, բան, հող, չէ, հետո պետք է լինեն, ուրեմն պետք է լինի կեղծ եսը, այսինքն որի միջոցով կենդանիակը ինքը մտածի, որ ինքը այդ մարմինն է, այդ մարմնի մեջ պետք է լինի միտքը, որը այդ կենտրոնն է զգայարանների մեջով անցնող բոլոր ամբողջ ինֆորմացիայի, այդտեղ պիտի ձևավորվի նյութական ցանկությունները, ոչ թե հոգու, հոգին ինքը ընդամենը մի հատ ցանկություն է արտահայտել, ուզում եմ փոխեմ դիրքս, հա, եւ հիմա այդ նյութական միտքը դա կամ նյութական մարմինը դա այն հնարավորությունն է, որ կենդանիակը ինքը տարբեր մարմիններ փոխելու հնարավորություն ունենա, հա, որտեղ ինքը ինչ որ տարբեր իսկ ինչ կարող ես դու լինել, այսպես, всё, այ մտար դաշտ, հիմա նայել է նույն բանը ուզում, նայել է ուզում, նայել է ուզում, նայել է ուզում, դու էլ ես ուզում, բոլորդ ուզում եք փոխեք, ինչ է, բնականաբար առաջանում է պայքար, պայքարեք իրար հետ եւ տեսեք, երբ որ աշխարհը ինքը հենվում է այդ ցանկության վրա, որ ես ուզում եմ ես որոշեմ, հա, այդ բոլորը ուզում են իրանք որոշեն, եւ դա սա այդ է էլի արիացիների գաղափարը, որ այսա ինքնըստինքյան առաջացնում է պայքարի դաշտ, հա, իսկ պայքարի մեջ դուք համոզվելու եք, որ կորցնելու եք սիրո պլատֆորման, որովհետեւ դառնալու եք ունակ ձեր ցանկությունը իրականացնելու համար դաժան արարքներ գործել ուրիշ կենդանիակների հետ, սա է, չէ, ամենակարևորը, բայց հիմա այս պահին դեռ կոնկրետ մարմիններ չկան, կան պոտենցիալները, այդ պոտենցիալները պիտի օգտագործի հիմա ամենակարևորը նյութական բանականությունը, այսինքն Տեր Բրահման, եւ այստեղ, всё, այդ էլեմենտը մտավ, Տեր Բրահման, այսինքն բանականությունը, հասկանում եք, եւ մինչեւ հիմա քննարկվում էին այդ սկզբունքները, որը Գերագույն Աստծո ազնվորությունը մտցրեց նյութական աշխարհի հիմքի վրա, հա, հիմա գալիս է կենդանիակի նյութական բանականությունը, ինչ է նշանակում նյութական բանականություն, գալիս է այն բանականությունը, որը գնահատում է որպես իր համար արժեք իր էգոիզմը, հասկանում եք, նյութական բանականության մեջ ամենակարևոր արժեքը դա իմ բավարարվածությունն է, դա հոգևոր գիտակցության մեջ է, որ կենդանիակը դուրս է գալիս այդ էգոիզմից, այսինքն մենք հիմա ավելի խորքային ենք տեսնում, հա, թե որն է այդ հիմքը, հա, որն է այդ հիմքը, որ Տեր Բրահման, այսինքն պիտի սովորական կենդանի էակը լինի, բանալի, երկրորդական արարիչ լինի, ավելի մանրամասը հասկացանք այդ թեման, չէ, եւ ուրեմն դա դեռ, այսինքն այն ինչ որ մենք մինչև այս պահը քննարկեցինք, դա դեռ այդ փուլը չէր, որտեղ Բրահման ինքը պիտի արարի, հասկանում եք, հա, եւ ուրեմն սա դեռ այն փուլը չի, որտեղ կենդանիակները իրանք բաներ պիտի անեն, որ արդեն տիեզերքը ինքը արդեն այ կսկսվեն արարվել մարմիններ, եւ հիմա արդեն
սկսվում է խոսակցություն նրա մասին, որ Մայտրեյան ինքը արդեն այդ անցումը կատարի, որ բանը, սովորական կենդանիակը, ինքը թե ինչպիսի մարմիններ է արարվում կոնկրետ, որտեղ կենդանիակները արդեն սկսում են ամեն մեկը ստանալ այն մարմինները, որոնք իրենք բան են արել։ Մեր ժամանակներում շատ տարածված է գաղափարը, որ կենդանիակը ինքը պայմանագրեր է կնքում։ Սա, գիտեք, ես դաժե նույնիսկ չեմ հասկանում, թե այս գաղափարը որտեղից է վերցված, էլի։ Եվ ճիշտը որ ասեմ, ես մեկ-մեկ ոնց ասեմ, էլի, որ ես մեկ-մեկ անկեղծորեն չեմ հասկանում։ Գիտեք էլի, թե մարդկությունը ինքը ընդհանրապես ինչ անհեթեթ գաղափարներ կարող է ընդունել, հասկանում եք, ասեց էլի, եւ այսպես էլ միցակ հարած փլավի պես, ինչու մեկը դուրս է գալիս, ինչու մի բան է ասում, հա, եւ մարդիկ իրանք ընդհանրապես չեն մտածում դրա շուրջ, այսպես ասում է ու գնում։ Ես միշտ ասում եմ, էլի, ես այդ բանը, երբ որ պարապսիխոլոգիայի սեմինարի էինք գնացել Մոսկվա, ես ու իմ աղջիկս այդ պարապսիխոլոգիայի ուսուցիչը, ուրեմն ինքը մի շատ կարևոր բան ասեց, էլի, ասեց մեր ժամանակներում ասեց, ճշմարտությունը ինքը կորել է, չէ՞, որովհետև օրինակ մենք մեր սերունդը մենք դաստիարակվել ենք գրքերի վրա, չէ՞, եւ գրքերը իրանք օրինակ կային, գիտական գրքեր կային, որտեղ դու կարող էիր գիրքը գնել, հա, կարդալ ինչ որ մի մարդու գիտական հետազոտությունները, հասկանում եք, որտեղ ինքը նկարագրում էր, ինչ փորձեր են կատարվել, այդ փորձերը իրանք ինչ արդյունքներ են տվել, այդ արդյունքների վրա ինչ որ հետևություններ էր անում, այդ հետևությունների հետ կարելի էր համաձայնվել, կարելի էր չհամաձայնվել, հասկանում եք, այսինքն գիտական միտք կա, գիտական աշխատանք կա, այնտեղ որտեղ աշխատանք է թափվել, որպեսզի ինչ որ մի բանը հասկացվի, չէ՞, մենք մեծացել ենք այդ մշակույթի վրա։ Այն պահից, երբ որ հայտնվել է համացանցը, չէ՞, այնինքը շատ լավ ասեց, էլի, կներեք, պիտի իր բառերով ասեմ, մի քիչ կոպիտ ասեց, բայց էությունը ճիշտ ասեց։ Ինքը ասեց, հիմա մեր ժամանակներում մի հատ հիմար վեր է կենում, միացնում է համակարգիչը, հա, մտնում է, ուրեմն բան, ինտերնետ, ինչ որ մի հատ հիմարություն է ասում, հետո իր նման մի քանի հիմարներ, այդ իր ասածը, այդ իր նկարածը ռեպոստ են անում, ու վсё, դա դառնում է ճշմարտություն։ 3 օր հետո ամբողջ մարդկությունը խոսում է դրա մասին, որ այսա ինքը բան գիտական փորձ է։ Ով է այդ փորձը արել, որտեղ է արել, հասկանում եք, ու ասեք այդպիսի բաներ կան, էլի, որ ասեք մարդիկ կան, որոնք իրենց ասում են, դե, ասեք, սուր գրվածներում ասված է։ Չէ, բայց երբ որ կա գիրքը, եւ եթե մարդը ինքը Սենց էլի էլեմենտար, դաժե եթե դա կատարյալ գիրք չի, այստեղ արդեն դա կարևոր չի, չէ՞։ Եթե մարդը ինքը ինչ որ մի հատ բան ունի, ասեք, ինչ որ մի հատ ներքին, չգիտեմ, բան ունի իր համար, պապարյադշտս էլի, ոնց է, հա, հասկանում եք, ինքը անպայման բացում է եւ օրիգինալը կարդում է։ Այսա օրիգինալ բան է ասված, այդ ինչ որ քննարկում ենք, օրիգինալը այսա է։ Հետո ինքը դրա վրա կարող է ներկայացնել իր իրականացումը կամ իր հասկացողությունը։ Դա կոչվում է կոմենտ եւ դա ով ուզում է, ինչպես ուզում է կարող է բանել, բացատրություններ տալ։ Հասկանում եք, եւ դա կարելի է ընդունել, կարելի է չընդունել, ոչ մեկ իրավունք չունի ոչ մեկին իրավունքը հիմա այստեղ ով է իրավունք հարցնում, ով ինչ ուզում անում է։ Հասկանում եք, չէ՞, սիրիներս։ Բայց ասենք այդ գաղափարը, հա, մի հատ մարդ չկա, որ կանգնացնի այդ բանի տակ մի հատ գրի, որ ասենք դուք ուզում եք ասեք, հա, որ մարդը ինքը այսպես նախորոք պայմանագիր է կնքել, որ իրան պիտի օրինակ, չգիտեմ, 100 հատ թուրք մի վայրկյանում բռնաբարեն, այնքան մինչև ինքը մեռնի։ Հա, այդպիսի պայմանագիր այդ կենդանիակը ինչ ապուշ պիտի լինի, էլի, որ այդպիսի պայմանագիր կնքի։ Կամ ասենք պայմանագիր է կնքել, որ ինքը պիտի Օսվենցիմում կյանքը վերջացնի, կամավորը այդպիսի բանով կանի։ Ով կամավոր տառապանքի պայմանագիր կկնքի, կարող եք ասել։
Որ մեկն է էլի այդ գաղափարը առաջ քաշել։ Ես ուզում եմ ոչ մի կերպ չեմ կարողանում բռնեմ, թե այդ գաղափարը դեռպես որտեղից է առաջացել։ Այն ամենասկիզբը, առաջի մարդը, որը այդ ասել է։ Հասկանում եք։ Եվ ուղղակի զարմանում ես էլի, թե ասենք այդ ամեն ինչը ինչի մասին է ընդհանրապես խոսքը։ Որովհետև իրականում կենդանի էակը ինքը ընդամենը այ հոգևոր աշխարհից ծնգած ինքը առաջի անգամ է մենակ, որ դաժե այդտեղ էլ ինքը բան չի տալի, իրան բարձր բարմին է տրվում, որտեղ ինքը ոչ մի մեղք չի գործել։ Այնքը պիտի գա նյութական աշխարհ, այդ նյութական աշխարհում պիտի սկսի ինչ-որ բան էլի, սխալ բաներ անել, որ հետո կամած իրան պարտադրվի իր ռեակցիաները ոչ մեկ չի ընտրում։ Եթե դուք այսպես ուղղակի պրոստը բանականություն միացրեք հոգեբանի տեսանկյունից մի հատ նայեք այս աշխարհին։ Դուք որևիցե մարդ եք տեսել։ Հիմա եթե ինչ որտեղ տեսեք, ասենք, եթե ես այն ազնվորությունն եմ, որը ծնվելուց առաջ կարող եմ պայմանագիր կնքել, որ ես համաձայն եմ, որ իմ կյանքը ամբողջ ոտքից գլուխ լինի, աղքատություն, չգիտեմ ինչ, ով կարող էր պայմանագիր կնքել, չգիտեմ, 200 տարի առաջ ծնվել որպես սևամորթ եւ ընկնել Միացյալ Նահանգներ որպես ստրուկ։ Եվ իր այդ վարվեին չգիտեմ ոնց։ Ով կարող էր այդպիսի պայմանագիր կնքել։ Ինչի համար։ Հասկանում եք։ Եվ տեսեք, բայց եթե հոգեբանության տեսանկյունից նայենք, եթե ես այն ազնվորությունն եմ, որը կարող էր այդպիսի պայմանագիր կնքել, ուրեմն ես պիտի ոչ թե տառապեի, ոչ թե հեղափոխություններ անեի, այլ խելոք, հանգիստ այդ իմ պայմանագրի սահմաններում ապրեի եւ դասեր քաղեի։ Հետո ասեի, всё, շնորհակալ եմ, որ դուք իրականացրեցիք այն պայմանագիրը եւ ես անցա այն փորձի միջով, որը ես ուզում էի անցնել։ Ինչու ենք դիմադրում տառապանքին, եթե այդ պայմանագիրը մենք ենք կնքել։ Ինչ-որ չի գտնում, չէ՞, ոչ մի կերպ։ Հասկանում եք, չէ՞։ Ուրեմն, այո, կենդանի էակը ինքը այ նյութական բանականությունը պիտի լինի երկրորդական արարչագործությունը, այսինքն կենդանիակը ինքը ազատ գործում է էգոիզմի հիմքի վրա։ Всё, այստեղ սկզբից բան արեց եւ հիմա եկավ նյութական բանականության հերթը։ Տեր Բրահման ինքը նյութական աշխարհում կրքի գոյավիճակի ղեկավարն է։ Եվ այո, կենդանի էակը նյութական աշխարհ է մտնում իր կրքերով, այսինքն իր ցանկություններով։ Հասկանում եք։ Իհարկե, ասենք ինքը կոնկրետ Տեր Բրահման որպես անձնավորություն, ինքը կրքերի գոյավիճակի ղեկավարն է։ Ոչ թե գտնվում է դրա կասեցության տակ, այլ ինքը դրա ղեկավարն է, դրա մարմնավորումն է։ Հասկանում եք, եւ մենք հասկանում ենք, թե նյութական բանականությունը ինքը իր մեջ ինչ է արժևորում։ Ինքը արժևորում է էգոիստական ցանկությունները։ Եթե մենք իմաստի տեսանք հետևից ենք գնում, էլի այդ բանի սիմվոլիկայի, այսպես ասած։ Հասկանում եք։ Եվ Տեր Բրահման ինքը իհարկե սովորական կենդանի էակի պես չի գտնվում կրքերի եւ ինչերի ազդեցության տակ։ Մենք դες այդ տեքստեր ունեցանք, որտեղ տեսանք, չէ՞, որ Տեր Բրահման ինքը լիարժեք ներդաշնակության մեջ մտավ Գերագույն Աստծո ազնվորության կամքի հետ, որտեղ ինքը կոնկրետ մեր Տեր Բրահման հիմիկվա, որը հիմա իշխում է մեր տիեզերքում, ինքը Աստծո նվիրյալ է, դա միշտ չի որ այդպես է։ Կան տիեզերքի պատմության մեջ կան այնպիսի բաներ, արարչագործության այնպիսի փուլեր, երբ որ Տեր Բրահման ինքը Աստծո նվիրյալ չի, այլ կարմականձիստ է, այսինքն բան էլի, այս տերմինը հետո կբացատրեմ, հիմա չխառնվեմ այդտեղ էլի, այսինքն ուրիշ պլատֆորմա ունի ներքին, հիմա
Այսինքն այս դեպքում ինքը բանը այդ կրքերի գոյավիճակը ինքը օգտագործվում է որպես բան առաջագործության էներգիա, հա, որպես շարժում, որպես այն, որ արդեն նյութական մարմինները իրանք սկսում են արտահայտվել այն ցանկություններով, ինչ ցանկություններով, որ կենդանիակը մտնում է նյութական աշխարհ։ Հասկանում եք։ Հիմա իհարկե ինչու է ինքը հենց կրքերի ղեկավար, որովհետև որպիսի արարչությունը ինքը պահանջում է ակտիվություն։ Միայն առաքինության գոյավիճակի հիմքի վրա արարչագործություն կատարելը ինքը բավարար չի, հա? Ինչի, որովհետև առաքինությունը ինքը պարզաբանում է, ինքը բերում է ներդաշնակության, հասկանում եք, իսկ կրքերը իրանք ստիպում են գործել, հա? Այսինքն ցանկությունն է, որ ստիպում է գործել, ստիպում է ինչ-որ բան կառուցել, ստիպում է բանել, ինչ-որ բան արարել, հասկանում եք, հա? Հիմա, այսինքն մենք պետք է հասկանանք, որ մի կողմից Տեր Բրահման, որպես իմինը կրքերի գոյավիճակի մարմնավորում, ինքը չի ղեկավարվում այդ էլի սովորական կենդանիակներին բնորոշ նյութական կրքերով, հա? Ինքը օժտված է շատ բարձր բանականությամբ, ասվեց, որ իր բանականությունը ինքը նման է Գերագույն Աստծո անձնավորության բանականությանը, ինչ է նշանակում, որ իր արժեքային համակարգը չի տարբերվում Գերագույն Աստծո արժեքային համակարգից, հասկանում եք, և դա նշանակում է, որ ինքը, ինչպես մենք տեսանք արդեն սկզբում, չէ, դա նշանակում է, որ ինքը ստանում է Գերագույն Աստծո անձնավորության բաների, անձնավորության բաները, նպատակները հասկանալու զորություն, հա, և ինքը օժտված է արարչագործության համար, այսինքն իր բանականությունը կոնկրետ, ով որ Տեր Բրահմայի բանում է ծնվում, այդ անձնավորության բանականությունը ինքը անկախ չի, հիմա, բայց սովորական կենդանիակի համար, ուրեմն այդ բանականությունը մենք պետք է հասկանանք, որ դա նյութական բանականությունն է, այսինքն կենդանիակը ինքը մարմին է ստանում համապատասխան համապատասխան, թե ինքը ինչպիսի էգոիստական արժեքային համակարգ ունի, հա, հիմա այս 18-րդ տեքստը ինքը շատ կարևոր սահման գծեց, հա, այսինքն, որն է այս կարևոր սահմանը, այդ է, որ թե ինչպիսի մեխանիզմներով կենդանիակը ինքը պիտի ներգրավված լինի նյութական աշխարհի մեջ, դա որոշում է Գերագույն Աստծո անձնավորության արտաքին էներգիան, հա, դրանից հետո սկսում է կենդանի էակի գործունեության ժամանակը, և դա կոչվում է երկրորդական արարչագործություն, այսինքն թե հետագայում նյութական աշխարհը ինքը ինչ տեսք է ստանում, չէ, դա արդեն անում է կենդանի էակը, մենք կարող ենք այդ օրինակը բերել նույնիսկ մեր մոլորակի վրա, չէ, տեսեք, ասենք, ենթադրենք մեր մոլորակը գոյություն ունի, սկզբում բան է, ստեղծվել է հենց ինքը մոլորակը, չէ, տարերքները իրանք համագործակցել են և ստեղծել են կյանքի համար պիտանի մթնոլորտ, հիմա կա բնությունը և հիմա ասեց էլի, արարվեց կենդանի էակը, չէ, այսինքն մեր մոլորակը ինքը ունի ինչ-որ մի հատ պոտենցիալ, այդ պոտենցիան մեզ տվել է Աստված, մտանք մենք սկսեցինք դրա հետ ինչ-որ բաներ անել, և մոլորակի վրա հայտնվեցին քաղաքներ, պետություններ, ոչնչացան կենդանիներ, հա, մենք սկսեցինք ինչ-որ բան արարել, ինչ-որ բան ավիրել, և հիմա մեր մոլորակը ունի այն տեսքը, թե ինչ ենք արել իրա հետ մենք, այս սրա մասին է խոսքը, բայց տիեզերական մասշտաբով,
Հասկանում եք։ Եվ ինչ վերաբերվում է հենց անձամբ Տեր Բրահմային, ապա այստեղ մենք կարող ենք ասել, որ Տեր Բրահման ինքը նկարագրվում է որպես շատ հզոր, շատ բանել վիդիկի շատ բարձր անձնավորություն, ոչ թե որովհետև ինքը անկախ է, այլ որովհետև ինքը օժտված է, հա, ուպալնամոչն էլի, ուսերեմ, որովհետև ինքը օժտված է, ինչ-որ մի հատ պոտենցիայով, հա, և այստեղ, որ քննարկվեց, որ իր բանականությունը ինքը գերագույն Աստծո անձնավորության բանականությանը հավասար է, հա, պարզ է, որ լրիվ չի հավասար, իր բանականությունը հավասար է այն հարցում, թե ինչպես պիտի տեղի ունենա արարչագործությունը և ուրիշ ոչինչ, մնացած բոլոր հարցերում Տեր Բրահմայի բանականությունը 0 ամբողջ 0,0000 անսահման զրոներ, այնտեղ վերջում մի հատ 1%-ով կարող է ընկալել գերագույն Աստծո անձնավորության բանականության ամբողջ մասշտաբը, հասկանում եք։ Երբ որ ասում է համապատասխանը իմенно այնտեղ, որ Տեր Բրահման ինքը ճիշտ է հասկանում, թե այս կոնկրետ տիեզերքը, որի Բրահման ինքն է, ինչպիսի կառուցվածք պիտի ունենա։ Եվ այսօր այսքանը, սիրելիներս, կհանդիպենք հաջորդ անգամ։ Ցտեսություն։